Սահմանադրությամբ հայ առաքելական Սուրբ եկեղեցին պետության հետ իր հարաբերությունների համաձայնագիր ունի 2007 թվականին կնքված, որտեղ վարչապետը որևէ լծակ չունի։ Եթե ես օրինակի համար գողություն անեմ, շնություն անեմ, սպանություն անեմ, ինձ պետությունը կարող է պատժել միայն գողության եւ սպանության համար։ Ինձ մայրաթոռը կարող է որպես քահանայի նաեւ շնության համար պատժել, բայց պետությունը նման լծակ չունի, որ ինքը մտնում է ուրիշների ընտանիքները, ուրիշների անձնական կյանքը, այդ թվում հոգևորականների իմ հարցը նման դեպքում կարող է քննվել, եթե օրինակ ես շնություն գործեմ, իմ հարցը պիտի իմ համայնքը կամ երեցկինը կամ ես ներկայացնենք կարգապահական հանձնաժողովին եւ կարգապահական հանձնաժողովը այդ դեպքում մեր հարցը քննելու իրավունք կունենա, բայց կարգապահական հանձնաժողովը ինքը խորհրդատվական մարմին է եւ իր քննած հարցը միայն օրինական ուժ է ստանում վեհափառ հայրապետի կողմից հաստատելուց հետո։ Կներեք, եկեղեցին ինքը երարխիկ կառույց է եւ ղեկավարում է Տիրոջ օծյալ գահակալի։ Նույնիսկ ազգային եկեղեցական ժողովը, որ մեծ ձայների մեծամասնությամբ ընտրել է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին, ինքը նույնիսկ միջոց է օծման համար, կարևորը վեհափառի օծումն է եւ ինքը մեր օծյալ գահակալն է եւ որևէ մի իշխանական չինովնիկ իրավասու չէ եկեղեցու ներքին կյանքին միջամտելու։